Բարևներս հայության, ես հայրենատեր Մուշեղն եմ Մշեցի, մի դրվագ պատմեմ Տիգրան Ավինյանի հետ կապված, որ ինքը ոգևորված հիմա պատմումատ է մինչև վերջի օր այնտեղ եղել, իր օգնականը Շուշիում ամբողջ գիշեր կռվել է, վարորդն է վիրավորվել 7 տեղից, ու զարմանալի է, որ այդ իր տղեկին հերոսի կոչումներ չեն տվել։ Հիմա ասեմ մեր հանդիպումը Ավինյանի հետ, ոնց է տեղի ունեցել, դրա մասին ես պատմել եմ պատերազմից հետո, դեկտեմբերի 12-ին Մուշեղ Մարդոյան Facebook-ում կա մինչև հիմա։ Այն ժամանակ է չդիմացա, որ ամեն տեղից դուրս են գալի իրանց հերոսությունների մասին են պատմում տարբեր մարդիկ։ Ու դրա համար ես գտնվելով ահավոր վատ վիճակում հոգեպես, բայց ուժ գտա իմ մեջ պատմեցի, հիմա պատմեմ կարճ։ Նոյեմբերի 4-ին, երբ որ մենք եկանք Քարինտակը պահելու Սարգսաշենից, որ տեսանք մեզ շրջանցեցին, չեկան մեր վրա ու սարի տակով գնացին դեպի Քարինտակ, մենք 5 հոգով մեր տղեկով, մեր մեքենայով քշեցինք եկանք Քարինտակ, որ Քարինտակը պահենք, նրանց դեմ դուրս գանք։ Հետո օրը ցերեկով հրաման եկավ կռվող տղեկին, կամավորներին են, թե չեմ կարող ասեմ որ բանն են, բայց զինվորականներ են, երեխեք չեն։ Հրաման եկավ, որ պետք է դուրս գաք, ու մոտ 150 հոգի զենքները ձեռները տղեկը դուրս եկան, որ գոռում ենք տղեկ ինչ եք անում, ես ուր եք գնում, ասում որ հրաման է եկել, ասել են դուրս եկեք, իբրև փոխարենն է իրանց տեղը նոր ուժեր են գալու, բայց պարզեր ոչ մենը չեր գալու, չեկան։ Մենք մնալով 5 հոգով, ընդ գյուղից լայն 90 թվականներին կռված մի մարդ, Բաղդասարը, ու մի 7 երեխա, ու չգիտես ինչու առանց հրամանատարի։ Հետո որ արդեն երեկվակում էլ ոչ մի զինամթերք չունեինք կռվելու, սա օգտագործված էր, մենք Պարեստում ինչքան որ զենքեր կար, թազա գրանատամյոտներ, ՏԿ, ՌՊԿ, սաղ լցեցինք մեր մեքենան ու այդ երեխեքին մեր հետ մեքենայով բարձացինք Շուշի ճանապարհ։ Հաջորդ առավոտ, ամսի 5-ի առավոտը ռեստորանում մտանք որ կոֆե խմենք ու մտածենք ինչ ենք անելու, Շուշին ադեմը, պետք է Շուշին պահվի։ Ընտեն նստած իր հաճույքով նախ բան էր անում, զավտրիկ էր անում, նախաճաշում էր Տիգրան Ավինյանը իր ջահել ընկերների հետ։ Ու չգիտես ինչու ոչ զինված, կարծես կռվի դաշտում չեն։ Որ մոտիկացա, ես չդիմացա, մոտիկացա իրան նստա դեմը բարև տվեցի, ասի, ձեզանց եմ ուզում իմանամ, ուզում ենք հասկանանք, թե վերջը կարմիր գիծը մեր որտեղ է, կա ընդհանրապես կարմիր գիծ։ Ինքը բա ինչի մասին է խոսքը, ասի ոնց ինչի մասին է, այն Քարինտակն է տվին առանց պայքարելու։ Դա ինչ եք ասում, Քարինտակ մերոնք են, ինքը չպատկերացրեց, վերջինում մենք ենք դուրս եկել։ Ասե այդ ոնց են մերոնք, որ մենք ենք, ոնց որ ասե դուռը փակ է դուրս եկել։ Դե ինչի մասին ես խոսում։ Վերջը խառնվան իրար, բա տղեկ ջան, դե Շուշին պետք է պահենք, բայց դե շատ կասկածելի բան դուրս եկավ, որ եթե գլխավոր հրամանատարը գերագույնը, չգիտես որ ծագներ մտե, որ բունկերները մեր, Արցախում չէր, իր առաջ տեղակալը գտնվելով Արցախում
քարին տակի ոնց կա Իրիգունը, որ արդեն թուրքերը վերցել են, ինքը չիմանար։ Դրանց սուտ էր խոսում։ Իսկ եթե իրան խապել են չեն ասել, այդ ժամանակ ինքով էր ընդհանրապես ընդ ինչ էր անում, ինչի համար էր եկել։ Վերջը իրա տեղակալին, այդ որ ասում ամբողջ գիշեր կռվել է, Վարակ Սիսերյանը նշողությամբ։ Սիսերյանին մեր հետ տվեց, որ ինքը ձեզ կուղեկցի, կտանի Շուշի կամավորականների հրամանատարը Սերան Օհանյանը։ Գնաց կտանի Սերան Օհանյանի մոտ, այնտեղ Սերան Օհանյանի ղեկավարությամբ արդեն պետք է պաշտպանել Շուշին։ Եկանք Շուշի կենտրոնական բանկի ամենաներքևի հարկում, որտեղ սեյֆերն են, մեծ միսենյակի մեջ Սերան Օհանյանն էր իր տղիքի հետ, ծանոթացանք, վերջը մեզ տղիկ ջան, ինչ է պետք ասեք, ինչ որ պետք է բանկանեմ, կուղարկեմ, ասենք դե քան տագի այդ գյուղի զենքերը ինչքան կարացել ենք, մաշինի մեջ բարձել ենք, էլի, բայց ամեն դեպքում ինչքան շատ զենք զինամթերքերն է, այնքան կարող շատ կռնենք ու պայքարենք, դիմադրենք։ Ասավ դե պրոբլեմ չկա, դու գնացեք, հեսա շուտ կազմակերպենք, կուղարկենք։ Գնացինք, դիրքավորվեցինք, անցավ մի քանի ժամ, ոչ մի բան։ Այս Սիսերյանն ասում ենք, Վարագ ինչ եղավ, մի հատ կապնվի, տես ինչ եղավ, ես ոնց կարա սենց բաներ ունի։ Վերջը ինքն է խառնավ իրար, բա տղիկ ջան, միջև ասում էր, տղիկ ջան, ձեր ցավը տանեմ, ես ինչ տղիկ եք, մինչև վերջ ես ձեր հետ եմ եղնելու բան։ Բա ասավ, ձեզանց մեկը թողի մետ գա, մեքենա վիշնեն քաղաք, ես շուտ բան անեմ էլի, կազմակերպեմ այդ ամեն ինչը, ու մեր տղեկից մեկը իր հետ մեքենայով գնաց, մոտ մի երկու ժամ հետո մեր ընկերը մենակ հետ եկավ, ասում են կախպեր, բա ինչ եղավ, լավ, ուր է, ինչ է, ասում են տղեկ չեք պատկերացնի, ընդեր ինչ է կատարում, ասում են սա վախեցած, վազվզում է, նաչ ու ձախ, չգիտես ինչ է կատարում, վերջ ես Վարագ ասում է, դու գնա, հեսա ես բան կանեմ ու գբերեմ, տամ ինքն է գբերի, ու դենց է պարզա, ոչինչ եկա, ոչ մի բանը չբերեցին, փոխարենը մի երկու ժամ հետո մեկը կողքից վազելով եկավ, դե տղեկ ձեր համար բան եմ բերել, բերին ասում է գցին, մեքենայից ու բան արին, թռան, արագ գնացին։ Զարմացանք, գնացինք, որ տենանք ինչ են բերել, գնացինք տեսանք, որ երկու ուպակովկա 5 լիտրանոց ջուր, մեկը մի մեշոկ բացում ենք, մեջը բան, հաց, այն քրպիջի հացերից։ Գժվեցինք, հետ եկանք, զարմանալով, տես ինչ էր, եկանք նորից մեր դիրքերը, հետո արդեն մառախուղ, իրիկվակում մառախուղ էլ արդեն մութ ընգնում էր, զգում ենք, որ մենակ մենք ենք, ոնց որ կողքներս մարդ չկա, գնացինք, ստուգեցինք, տեսանք, որ մարդ չկա, մենակ մենք ենք մնացել, ու այդ պահին տղեկից մեկը տելա, ձախի վրա նայեք, տղեկ նայում ենք, թուրքերի կալոնան, տանկերի, բտերների, ուռալների, շատ երկար կալոնան, ֆարերը միացած, հանգիստ իրանց համար եկան մտան քաղաք, մտան շրջանցելով մեզ, մեր թիկունքում Շուշին տրակեց, ու մենք մի կերպ այդ կրակի մեջով կարացանք դուրս պրծնենք, ճանապարհին 3 հատ մեր տանկերից կանգնած, խոդի տված կանգնած, գժված մոտիկանում ենք, հարցնում ենք, տղեկ ինչ եք անում, ոնց է, քաղաք ընդավիրում են, դուք ստե կանգնած եք, փա գնդապետը ռուզմունքից դողում էր, լացում էր, ասում էր, տղեկ, ահա, դուք եք իմ կամանդիրը, վերցեք կապը տալիս այդ ռացան, ասում է, կտրածամ,
չկա, կոմանդոյին չկա։ Ինչ անեմ ասма, որ կողմ վրա գնամ, ում խփեմ, մերոնց խփեմ, ում խփենք։ Ու հաջորդ օր առավոտը հասկանալով այդ ամեն ինչը, որ արդեն ոնց որ աղոհացով, դե առանց աղոհացի Շուշին տվեցին ամսի 5 երիկունը։ Ամս 6 առավոտը էլի գնում ենք խելագարված, էլի գնում ենք Շուշի, Իբրև Շուշին կռվենք, մի բան անենք, ու գնում ենք ճանապարհի վրա գնում ենք ծուղակի, այդ սնայպերների ծուղակի մեջ, այն գազի զապրավկեն չասած։ Հատե շատ կորուստներ, վիրավորներ, մեր տղեկից երկուսը վիրավորվան, տարանք հիվանդանոց, այդ ժամանակ հիվանդանոցի տարածքում այդ Սիսիրանին հանդիպեցինք, ու վերջը խոսացինք, խիս հենց եղավ, ոնց եղավ, վերջը ինքը բան արավ, որ իրանք արդեն գնում են Երևան, ամսի 6-ի ցերեկը, այսինքն ամսի 6-ին Ավինյանը արդեն թռավ, քան որ Շուշին արդեն տված էր, ոնց որ ասեն, միսիան կատարված էր։ Այնց որ Տիգրան Ավինյանը, Ռեմբո խաղալ հիմա պետք չի։ Հիմա մտածում եմ, այդ որ մեզ ուղարկեցիք ընդ ու սաղը թռակ։ Երևի նրա համար էր, որ մենք պետք է անդերից դուրս չգանք, որ դու այսօր Ռեմբո խաղեր, ոչ մենը չասեր, որ տղա ջան, դեն չի եղել, որ այդ պատմողները չեղնեն։ Այսօր ես քնը։